Էսի 5, 6.5, 6.000։ Մենակ փոփոխն է, հետո շատ էր այս տարի։ Դրա համար էժան էր։ Ցածր եկամուտներն ու բարձրացող գներն ամանորի տոնական շունչը վերածել են ծանր հաշվարկների։ Այսը 15,000։ Շուկայում վաճառողներն ապրանքը գեղեցիկ դասավորել գնորդներին են սպասում, միայն թե տոնական եռուզեռն ուշանում է։ Հիմա մի քիչ սակավա 24-ից հետո բախտը վերջի 3 օրը, բայց այնպես մի հատ լնել ալնում։ Իսկ գները այս տարի ոնց է։ Նորմալ է։ Մի քիչ բանն է, կարծեմ պնդուկն է ինչ բարձրի անցած տարվա համար։ Չարազից պնդուկը մենակ։ Դաժե մտկականից էլ տվել էլա դամա։ Այս տարվա ամանորյա շուկան ավելի շատ արտացոլում է մարդկանց առօրյա խնդիրները, քան տոնական սպասումները։ Գրեթե բոլորը ծանր ու թեթև են անում, փորձում տոնական առևտուրը համապատասխանեցնել իրենց գրպանի պարունակությանը։ Կես կիլո, 300 գրամ, 200 գրամ, այդ չի ուզում քշեր կանի, հավատում ես։ Այդ մրսում ես, համ դողում ես, համ ուզում ես քշեր կանի։ Շատ գումար չունեն, որ շատ Երևի։ Ամեն ինչից էլ քիչ-քիչ ենք անում, որ տեղավորվենք։ Մրգեր, անուշեղեն, ընդեղեն։ Քաղաքացիների մեծ մասը նոր տարին նշում է հարևան բարեկամների մոտ ամոթով չմնալու համար։ Շատերն անգամ բանկերից վարկ են վերցնում, համեստ սեղան գցում։ Օրինակ, արցախցի այս կնոջ ընտանիքում 9 անդամ է ապրում։ Ամանորը նշելու են միայն երեխաների համար։ Նրանց աչքերում տխրություն չեն ուզում տեսնել։ Երեխաները ուզում են, պահանջում են, ուզես, չուզես, պիտի անես։ Պիտի պատրաստվես նոր տարվան։ Բայց ես երևի կհասցնենք, կանենք, հələ ժամանակ ունենք։ Ամեն տարի ինչքան եք ծախսում մոտավոր։ Ամեն տարի ապրել ենք Ղարաբաղում, Արցախում, շատ լավ էլ ապրել ենք, ամեն ինչն էլ եղել է, շատ քիչ փող ենք ծախսել, բայց դե հիմա այստեղ ոչ մի բան չունենք, նստած ենք դատարկաձեռը, սպասում ենք թոշակի։ 200,000 դրամ ամենաքիչը կծախսեք, թե չէ։ Չէ։ Եթե լինի 500 էլ կծախսենք, եթե ուզենք քաղաքավարի տեղին ծախսենք, շատ կծախսենք, բայց որ չունենք։ Միջին վիճակագրական հայ ընտանիքն ամանորին ծախսում է 250-ից 300,000 դրամ։ Ասում են, շատ գումար ունենան, շատ կծախսեն։ Միայն թե կրճատել են ծախսերը, որ հունվար-փետրվարին էլ ապրեն։ Դա համի, դժգոհենք ինչ պետք է անենք։ Քիչ-քիչ առևտուրը սկսել եք ասեք։ Սկսել ենք, այո։ Չարազից բռնած ամեն ինչից դուրս եկած։ Կարևոր թորնիկներս էր։ Իրանք ուրախանալ։ Շուկայում մեզ վստահեցնում են, թանկացումներ կան, ամեն տարի գներն աճում են, սակայն նկատելի թանկացումներ գրանցվում են հիմնականում վերջին 2 օրվա ընթացքում, ով հնարավորություն ունի, հիմա է գնումներ կատարում, որ հետո չտուժի։ Վաճառողներն ու շուկայի այցելուները թեև բողոքում են բարձր գներից ու գումարի բացակայությունից, այնուամենայնիվ գիտակցում են, կարևորն անվտանգ պայմաններում ապրելն ու աշխատելն է, մնացածը մի քիչ ավել, մի քիչ պակաս, էական չէ։ Առաջերտին թող խաղաղություն լինի, մարդիկ մի քիչ չարությամբ չլցվեն, մի քիչ բարի լինեն, Աստված վերևից կտենա եղածնել ավելի կլավացնի։ Ձևականության հետևից պետքա չգնենք։ Ամեն տարի թող ամեն մարդ իր նոր տարին նշի, իր չափի մեջ նշի, ոչ թե ընկնի պարտքերի տակ։ Թող խաղաղություն էլի մեր աշխարհին, թանկությունը էական չի, մի քիչ թանկա, մի քիչ քիչկեր, կամ вообще մի կեր, բայց թող խաղաղ լինի մեր երկիրը։ Երբ ամանորը ձևականություններից կվերածվի սիրո, վերարժևորման եւ լավատեսության տոնի, այդ պահից սկսած կգիտակցենք, թե որն է տոնի իրական խորհուրդը։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։